Մայիսը կկատարի 5 կենդանակերպի նշանների ցանկությունները։ Ով կզգա հնարավորությունների պատուհան։ 2026 թվականի մայիսը կբացի եզակի հնարավորություններ կարիճի, ցուլի, խեցգետնի, այծեղջուրի և ձկների համար։ Այս ամսվա էներգետիկ միջանցքը կօգնի ձեզ իրականացնել ձեր երազանքները և ամրապնդել ձեր ինտուիցիան։ Պարզեք, թե ինչ է սպասում ձեր նշանին։ 2026 թվականի մայիսը խոստանում է լինել հատուկ ժամանակ 5 կենդանակերպի նշանների՝ կարիճի, ցուլի, խեցգետնի, այծեղջուրի և ձկների համար։ Այս ամսվա ընթացքում ծանոթ կանոնները դադարում են կիրառվել, և աշխարհը կարծես հարմարվում է ձեր ներքին ցանկություններին։ Նրանց համար, ովքեր պատրաստ են փոփոխության, բացվում է կարճ հնարավորությունների պատուհան, երբ նույնիսկ ամենահամարձակ գաղափարները կարող են իրականություն դառնալ։ Կարիճ՝ գաղտնիքները բացահայտելու ժամանակը։ Կարիճների համար մայիսը կլինի անսպասելի հայտնագործությունների ամիս։ Մոռացված անուններ, հին զրույցներ և մանրամասներ, որոնք կարող են փոխել ձեր անցյալի մասին պատկերացումը, դուրս կգան ջերի երես։ Ուրիշների թաքնված դրդապատճառները կդառնան ակնհայտ, և ինտուիցիան անթերի կաշխատի։ Կարիճները պետք է խուսափեն նոր տեղեկատվությունից վախենալուց։ Դա կապահովի հետագա գործողությունների բանալին և կօգնի ամրապնդել իրենց դիրքերը։ Ցուլ՝ բառերի և վստահության ուժը։ Մայիսին ցուլը կզգա, որ իր ասած յուրաքանչյուր բառ ունի հատուկ նշանակություն։ Նույնիսկ պատահականորեն արտահայտված միտքը կարող է հանգեցնել շահավետ առաջարկի կամ անսպասելի շահույթի։ Կարևոր է գրավել գաղափարները և բացահայտ խոսել դրանց մասին, առանց թերագնահատելու ձեր սեփական արժեքը։ Հանգստությունն ու անմիջականությունը կօգնեն ամրապնդել ձեր հեղինակությունը և հասնել ցանկալիին։ Խեցգետին։ Ինտուիցիան տանում է դեպի հաջողություն։ Խեցգետինների համար մայիսը կլինի այն ժամանակը, երբ նրանց ներքին ձայնը կհուշի ճիշտ որոշումներ կայացնել։ Նախազգուշացումները ճշգրիտ են ապացուցվում, և ճիշտ քայլերը անմիջապես կգան։ Մի վիճեք ինքներդ ձեզ հետ։ Ձեր ինտուիցիային վստահելը կհանգեցնի ֆինանսական կամ անձնական առաջընթացի։ Որքան արագ խեցգետինները հետևեն իրենց առաջին ազդակին, այնքան ավելի մոտ կլինեն հաջողությանը։ Այծեղջյուր։ Թույլ տվեք ինքներդ ձեզ հանգստանալ։ Այծեղջյուրները հազվագյուտ հնարավորություն ունեն ազատվելու իրենց ներքին սահմանափակումներից։ Մշտական լարվածությունը և ամեն ինչ վերահսկելու ցանկությունը ուժասպառ են անում, ուստի արժի ինքներդ ձեզ մի փոքր թուլություն թույլ տալ։ Հոգնածությունը ընդունելը կամ ավելորդ պարտականություններից ազատվելը ոչ միայն անվտանգ է հիմա, այլև բացում է նոր հեռանկարներ։ Նրբությունն ու ինքնազսպումը դառնում են ուժի աղբյուր և հանգեցնում են օգտակար փոփոխությունների։ Ձկներ։ Երազանքները իրականանում են։ Մայիսին ձկների ֆանտազիաները ձևավորվում են։ Այնինչ նախկինում անհասանելի էր թվում, վերածվում է կոնկրետ քայլերի։ Ոգեշնչումը դառնում է գործնական գործիք, իսկ հոբիները եկամտի աղբյուր։ Հիմնականը զգացմունքների մեջ չկորչելն է, այլ ինտուիտիվ ազդանշանները ճանաչելը և պլանի համաձայն գործելը։ Մայիսը օգնում է ձկներին իրենց ներքին ծրագրերը իրականություն դարձնել։ Այս ամիսը խոստանում է շատերի համար ներքին անցման կետ լինել։ Մտքերն ու ցանկությունները որոշում են ապագա իրադարձությունները, ուստի կարևոր է ընտրել ոչ միայն անվտանգ որոշումներ, այլև այնպիսիք, որոնք իսկապես մոտ են սրտին։ Պիտերբուրգ 2.ru-ի համաձայն նմանատիպ միտումներ նկատվել են նաև նախկինում, օրինակ, երբ մայիսին 4 կենդանակերպի նշաններ ֆինանսական հաջողություններ ունեցան, ինչը մանրամասն քննարկվեց գնչուական հորոսկոպ հոդվածում։ Կարիճը կենդանակերպի 8-րդ նշանն է, որը պատկանում է ջրի տարերքին։ Այս նշանի ներկայացուցիչները առանձնանում են խորափափանությամբ, թաքնվածը տեսնելու ունակությամբ և խորը փոփոխությունների ցանկությամբ։ Աստղագաշության մեջ կարիճը հաճախ կապված է փոխակառուցման, ներքին ուժի և դժվարությունները հաղթահարելու ունակության հետ։ 2026 թվականին կարիճների համար կբացվեն նոր հորիզոններ, կապված անձնական աճի և անցյալի վերանայման հետ։